մենք տարբեր մամուլի հրապարակումներից եւ նաեւ մեզ ասած տեղեկությունների արդյունքում, ուղղված մեզ նամակների արդյունքում հետեւյալ պատկերին ենք ականատես լինում, օրինակ տուրիստական համբավ ունեցող քաղաքներից, որոնք որ հողի արժեքը բավականին բարձր են, աճուրդով, կոպեկներով այդ հողերը օտարվում են եւ ըստ օդում կախված լուրերի այդ հողերը օտարվում են ուրեմն իրենց մերձավոր ազգականների քերի, հորողբոր տղա, բարեկամ, ընկեր, տենց շատ են նման դեպքերը եւ իմ հարցը հետեւյալն է, դուք որպես պատասխանատու այս ամեն ինչի արդյոք որևէ մի քրեական գործ դուք ձեր հաղորդման հիման վրա հարուցվել եք, թե չէ, միգուցե նաեւ չնայած ժամանակը սպառվեց, ուզում եմ ձեզնից տեղեկանալ։ Շնորհակալություն, պարոն Դանիելյան, եթե որևէ դեպքի մասին հստակ տեղեկատվություն կամ փաստեր ունեք կամ փաստարկներ, խնդրում եմ դիմեք իրավապահ համակարգին, իսկ օրենքի նախագծով առաջարկում է, որպեսզի մեկնարկային գինը օտարվող հողերի աճուրդով իրականացնելու դեպքում հաշվարկվի եւ որպես հիմք ընդունվի ոչ թե կադաստրային արժեքը, որը բավականին ցածր է, այլ գնահատված շուկայական արժեքը։ Եվ այս իմաստով օրենքի նախագծով առաջարկվում է իրական արժեքով շուկայական այդ օտարումները իրականացնել համայնքային եւ պետական հողերի աճուրդով օտարման դեպքում։ Շնորհակալություն։ Ունեք արձագանք։ Ես գիտեմ ինչ եմ անում, էլի, ասենքն եթե նամակներ եմ ստանում, բողոքներ եմ ստանում, ես հանգիստ եղեք, ես իմ գործը անում եմ, բայց որպես տարածքային կառավարման նախարարություն, միգուցե հարցս ճիշտ չեմ ձևակերպում կամ դուք չեք ճիշտ հասկանում, ասածս հետեւյալն է, եթե կա այդտեղ ակնհայտ օրենքի խախտում, որ այդ հողը կոպեկներով վաճառվում է, ես բազմաթիվ տենց դեպքեր կուղարկեմ ձեզ, դուք նայեք, էլի, բան չի, տենց թաքցնելու չի, ձերքի տակ էլ այդ տվյալները կա, մի հսկայական գերատեսչություն եք, մնացել եք իմ հույսին, եթե դա կուղարկեմ ձեզ, խնդիր չկա, հիմա կոպեկներով այդ հողը վաճառում եք, ելեք ասում եք ուղարկեք դատախազություն կամ ուղարկում ենք, հարց չի, էությունն եմ ասում, կարամ համայնքներն էլ ասեմ, բայց հուսով եմ այդ գործը դուք կանեք, կոպեկներով տրվում են, կոպեկներով, կարաք չպատասխանեք։ Շնորհակալություն հորդորի համար, պարոն Դանիելյան, եթե նույնիսկ տարածքային նախարարություն ուղարկեք որևէ տեղեկատվություն, որը որ պարունակում է առերևույթ հանցագործության դեպքեր, մենք նույն բանն ենք իրականացնելու, այդ տեղեկատվությունը փոխանցելու ենք իրավապահ մարմիններին, խնդրելով համապատասխան վարույթների շրջանակներում, եթե նման հիմքեր կլինեն վարույթ հարուցելու, տվյալ խնդրի վերաբերյալ համապատասխան եզրահանգում անել եւ ինչու՞ չէ նաեւ տեղեկացնելով մեզ դրա մասին։ Շնորհակալություն։